Ահա, իսկական ամերիկան սա է, ժողովուրդ ջան, ով որ չի եղե, տեսեք, սա ֆրիվեյն է, ամեն ֆրիվեյ համարակալած է, սա 134-ն է, ամբողջ Միացյալ Նահանգները և ամբողջ կարելի ասել մայր ցամաքը կապված է այս ֆրիվեյներով, իմ ամենասիրած ճանապարհներն են, հիմա մի քիչ հեռու գնամ, որ դրա աղմուկը շատ է, էլի, մինչև անցնեմ Բունյութին, միջին արագությունը 80 կիլոմետր ժամում, շատերը խուսափում են ֆրիվեյից, բայց ես թեպետ ինքս էլ արագություն չեմ սիրում, հետո արդեն մի քիչ ղժոցը պրծավ, թեպետ ես էլ արագություն չեմ սիրում, բայց քաղաքում ես ավելի դժվար եմ վարում մեքենա, որովհետև այդ ստոպ նշանները ամեն վարկյան, խաչմերուկները բավականին կարճ են և ամեն վարկյան լարված նայում ես, որ ինչում է տատի, ասենք, չհանցնի փողոցը միշտ պետք է զիջես, պարզա է, դա ասենք վատ չի, բայց խաչմերուկները շատ փոքր են, շատ կարճ են և ամեն վարկյան կարմիր լույս, իհարկե ավելի հարմար են ֆրիվեյներով միշտ երբ որ ասենք գնում եմ Հայաստան, առաջին ասում եմ ինչ ես կարոտում Ամերիկան, ֆրիվեյներն եմ կարոտում միշտ Ինչևէ, անցնենք Բունյութին, բարև ձեզ։ Նախ անչափ շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որը որ երեկ եկավ ներկայացմանս, խաղացի ինչպես ես դարձա տղամարդ։ Եվ երեկ շատ արտարոց ներկայացում էր, որովհետև Թաթուլի ու Սպիտակցի Հայկոյի հետ չեմ սխալվում մեր հայրենակիցների համերգն էր եւ ամբողջ Լոս Անջելեսի հայկական թաղամասները դատարկ էին, սաղ տենց բախչալուբիլազուկ եղած, գնացել էին այդ համերգին, բայց միևնույն է իմ հանդիսատեսը կար, Սակավաթիվ իհարկե, ես միշտ փոքր դալիճումներում եմ աշխատում, գիտեք, Երևանում եմ տենց աշխատում եւ եկան շատ շնորհակալ էի, որ եկան համտացում ենք գան, չեն գան, բայց դե այն կոնկրետ տենց իմ հանդիսատեսն է, դրա համար ինչ էլ չլինի գալիս են։ Շնորհակալություն։ Անցնենք Հայաստան, ժողովուրդ ջան։ Հիմա խոսվում է այդ խաղաղության պայմանագրի մասին, որպես քաղաքացի կողքից նայում եմ ուղղակի ինչ այն չի, որտեղ այդ ռեֆերենդում ալնելու բանի համար այդ Սահմանության փոփոխության համար ակտիվ եմ, ուզում եմ ասենք հասկանամ ինչա կատարվում։ Ուրեմն այս պայմանագիրը ասված է, որ վերջապես այն երկու կետը, որի մասին կես տարի բանակցում էին, էտել են համաձայնվել։ Բայց եկեք դա բանակցել չասենք, արեք ասենք, որ Ադրբեջանը այս կես տարիա սխմում է, որ այդ երկու կետն էլ վերջապես ընդունվի ու վերջապես ընդունվեց, որև մերոնք հետ կանգնեցին։ Որն է այդ երկու կետը հետ եմ ուզում հասկանամ, ոնց որ հասկացա Զանգեզուրի միջանցքն է, որը մերոնք ասում են հեշտացված ճանապարհ, հա, այդ հեշտացվածը որն է, չգիտեմ, այսինքն բերները պետք է ասեն առանց ստուգման ըստ երևույթին, միգուցե դա ընդունելի է, որովհետև եթե դա քո ճանապարհն է միջանց չի, ուրեմն յուրաքանչյուր րոպեին կարող ես չէ, այսօրվանց հեշտացված չի, չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Դա մեկ եւ դատերի հետ կանչելը, հա, դրա մասին խոսել եմ շատ հանգամանորեն, որ համաձայն չեմ դրա հետ, խոսել եմ Եղիշեկ Իրակոսյանի խմբի մասին, որ հրաժարական տվեց, անցյալ վիդեոյում կա, կարող եք նայել, եթե հետաքրքիր է։ Հա, իդեպ մի մոռացեք գրանցվել ալիքից եւ հենց հիմա լայք դրեք, որովհետեւ եթե լայք եք դնում, հետո ավելի շատ են նայում։ Շնորհակալություն, ով որ այդ գործը անում է։ Հա։ Նաեւ Patreon-ում կարող եք գրանցվել, այդպես։ Անցնենք էլի գործի, ինչ էի խոսում։ Հա։ Դատերից հրաժարվելն է, ըստ երևույթին։ Եվ կարծես թե վերջ, այդ երկու կետեր, այն 15 պունկտը չգիտեմ ինչի մասին էլ է, այդպես էլ համացանցում չգտա։ Բայց արի ու տես այս երկու օրը երեք էր ինչ էր Ադրբեջանի, հա, մեկ էլ գիտեք ինչն է հետաքրքիր, այդ համաձայնագիրը, որ համաձայնվել են, պետք է լիներ երկկողմանի հայտարարություն, այդպես էր պայմանավորված, բայց Ադրբեջանը հերթական անգամ թքելով մեր երեսին միակողմանի հայտարարում է, դրա մասին, որ սա մեր պահանջները
Հայաստանը ընդունեց, ոչ թե բանակցել ենք եւ եկել ենք ընդհանուր եզրակացության, հենց ոնց որ բանակցություններ են։ Չէ, Բայրամով այն զիբիլը ասելա մեր պահանջները Հայաստանը ընդունել է եւ մնում է տեղը վայրը բանը որոշենք։ Ինչ որ տես մի հատ բան ասում, մերոնք էլի որ պիտի իր կողմանիներ, բայց միակ կողմանի եղավ։ Ինչևէ։ Հիմա ինչն այստեղ հետարքիր։ Ադրբեջանի ուրեմն այդ բանը, այդ պաշտպանության նախարարությունը ասում որ Հայաստանը կրակել է մեր վրա, Սյունիքի մարզի ինչ-որ կողմը, մերոնք ասել են չէ սուտ է։ Ժողովուրդ, եթե դու պարզա չի ոչ են կրակել մերոնք, էլի դժվար։ Մերոնք առաջինը սկսեն ինչ-որ մի բան, եթե ամեն ինչ պայմանավորվել եք, եթե ամեն ինչ օքեյ է եւ մտածում եք որտեղ հավաքվեք, որ ստորագրեք այդ ոչ փուչ եղած թուղթը։ Իդեպ էլ չեմ հասկանում, նստած մտածում են որտեղ ստորագրեք, եկեք դա չա ստորագրեք, այ քեզ բան, դա ի վերջո բանը ստորագրության վարկ են վերցնում ինտերնետով, բան ինտերնետով ստորագրեք, չի հետարքվում։ Էդ էլ է, էլի, պրոբլեմա, դու մի ասա։ Հա։ Եթե ամեն ստորագրած է, այդ պրովոկացիաները ինչի համար է։ Կարող է պատահի Ադրբեջանը լի պահանջ ունի։ Եվ գիտեք ի՞նչն է հետը, ՔՊ-ի ուրեմն որոշ անձինք անենց մի ուրախ, անենց էլ ներկայացնում են, որ տեսեք, վերջապես մեր հմուտ դիպլոմատիայի շնորհիվ այդ թուղթը Ադրբեջանը ընդունեց բանակցությունների շնորհիվ, հա, այլ ոչ թե իրանց սխմելու էլի, ու էսա ուր որա կստորագրվի։ Եթե այտենց ընդունել է, եթե ամեն ինչ օքեյ է, ինչի են կրակում են, չեն կրակում, ասում են կրակել են, բայց դուք ասում եք չեն կրակել, կարող է էլի պահանջներ ունի։ Ես ուղղակի որպես հասարակ մարդ, ասենք նայում եմ, ասում եմ, դե ես էլ եմ մտածում, չի լավ այդ պայմանագիրը լինի վերջապես այդ խաղաղության, գնանք հանգիստ ապրենք, բայց մեկ էլ բանից այդ պաշտպանության նախարարությունից այնտեղ ասում են կրակել են, սրանք ասում են հերքում ենք, ինչ ա եղել։ Ուրեմն սիրելի ժողովուրդ այդ ամեն ինչը fake process է, fake ստից այնքան որ Հավայի ու մեկը գիտեք ինչն է այդ արքիր, որ ասում են որ բոլոր երկրները ողջունել են, համաձայնվել են, ժողովուրդ ջան, բոլոր երկրները, եթե անգամ Փաշինյանը եւ Ալիևը նստեն եւ պայմանավորվեն լուծարել Հայաստանի Հանրապետությունը, հենց ոնց Ղարաբաղին է լուծարվեց։ Ամբողջ աշխարհը կողջունի, որովհետև իրանք զզվել են այդ կռիներից ու պատերազմներից, կասեն, հա դե վсё լավ է, բրծան, չեք կրակելու, չեք կռվելու, չեք, դե վсё լավ է։ Իրանք ոչ են ասելու մեր դարդով տապակվեն, ոնց ստորագրվեց, ինչի ստորագրվեց, ով ում ստիպեց, ով ում սեղմեց, ով զիջեց, ով քայլ առաջ արեց։ Չէ, իրանք բոլորն էլ կողջունեն, որ պայմանագիր է եղած, ու դա էլ պետք չի տես ներկայացել, որ տեսեք սաղ էյֆորիայի մեջ են, էյֆորիայի մեջ մենակ ԿՊ-ն է, ժողովուրդ։ Մնացածը թքած ունեն, ստորագրել եք, չեք ստորագրել, Հայաստանն աշահել թե Ադրբեջանը, բացարձակ։ Դեք։ Եվ մի բան էլ, ասենք այն ինչ պահանջ կարա ունենա Ադրբեջանը, որ այդ պրովոկացիաները անում է, որ Հայաստանը կրակել է, որ մենք պատասխանել ենք կամ չենք պատասխանել, չգիտեմ։ Սահմանադրության փոփոխություն, չէ՞։ Սահմանադրության փոփոխությունը լինի, ինչ են մեկ էլ իրանց պահանջների մեջ էլ ինչ կա, որ բոլոր հանցագործները, ով որ մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, բանին, պետք է հանձնվեն իրանց։ Հետաքրքիր է պայմանագրի մեջ կա, թե հետո են վզներից փաթաթելու։ Եթե տենց է ինձանից բռնած, սաղս պետք է Բաքվի բանտում լստենք։ Սաղս։ Որովհետև այստենց թե ընենք, բոլորս էլ ինչ-որ մասնակցություն ունեցել ենք Ղարաբաղյան պատերազմին։ Ես եթե ոչ ռազմի դաշտում, ապա գոնե այստեղ, հա, տարբեր գործեր անելով, հիմա կյանքս չպատմեմ, հա։ Եվ ասեք զանից հետո ասել, որ Ադրբեջանը համաձայն է, որ հեսա պայմանագիրը անելու ժողովուրդ, սաղ էժանագին նախընտրական PR-ը, բնականաբար ժողովուրդը ուզում է խաղաղություն։ Մի հատ գաղտնիք բացեմ, ադրբեջանցիք են ուզում խաղաղություն, այս չէ որ ոչ մի ժողովուրդ կռիվ պատերազմ չի ուզում, ոչ ոք չի ուզում, իր երեխեքին թաղի հետո չի ուզում։ Պարզ է։ Բայց արդյոք դա կբերի բան,
խաղաղություն։ Համար եթե Ադրբեջանը հələ թուղթը չստորագրած երկկողմանի եք պայմանավորվել, որ հայտարարեք դրանք, իրանք խնչում են վրեկները ու միակողմանի են անում։ Արդեն պայմանավորվածությունը խախտելով ես մի հավատամ, որ իրանք այդ թուղթը հետո զուգարան չեն տանի օգտագործի, հա? Ես հավատամ, որ Ադրբեջանը իր պայմանավորվածությունները մեր հանդեպ պահելու է, աբսուրդ է դա ուղղակի, աբսուրդ։ Եվ այդ աբսուրդը ուզում եք փաթաթեք ժողովրդի գլխին։ Ուզում եք մեր գլխին, ին քաղաքացուց գլխին, վզին փաթաթեք, որ դուք ինչ-որ թույն գործ եք արել ու դու թույն թուղթ եք ստեղծել ու Ադրբեջանը հեսա ուր որա երկուսով կլստենք միտեղ ու կստորագրենք մի հատ էլ ոչ խարտենք մորթին ուտենք իրաց կենաստենք խմիլ կակտեք ուտել ստեն ասում շատ ամոթ շատ կեղտոտ process է հիմա գնում եւ այդ կեղտը մեզ ներկայացնում են որպես մեծագույն բանը տենց նվաճում միջազգային դիպլոմատիայի գոհար եւ այլ ժողովուրդ ջան արա հասկացանք առանձնապես խելոք ժողովուրդը տենց ղեկավարներ չի ունենա Լևոնից սկսած մինչև Փաշինյան բայց խոտ չենք ուտում հասկանում ենք որ իրանք հա փաթաթելու են վզներիս ոչ մի թուղթ պայմանագիր չի օգնելու գոնե մի փիարվեք Գոնե թողեք ասպարեզից ռադ եղեք, թող ինչ-որ ուրիշ ինչ-որ կուսակցություններ կա, զզվեցինք արդեն դեզանից։ 7 տարի համարյա նստած եք։ Դուք չգիտեք, որ ժողովուրդը 5 տարի հետո սումած ով էլ լինելա, Չերչիլն էլ զզվելու ենք։ Դեզանից պատավն է, էլի։ Ով էլ լինի, մենք բան չենք, ոչ ուզբեկ ենք, ոչ կիրգիզ ենք, ոչ ադրբեջանցի ենք։ Մենք մեր հոգով մի քիչ ավելի Եվրոպային մոտ ենք, մենք չենք դիմանում մի ղեկավար, մի կուսակցություն դարերով նստած լինի։ Թողեք գնացեք արա արդեն։ Դաշտը մաքրեք։ Հնարավորություն ստեղծեք, որ այնպիսի կուսակցություններ կան ձեր տեղը, որ նախ ձեր գլուխը չուտեն, մեկ։ Երկրորդը, այս երկիրը կամաց կսեն հանել այն փոսից, որտեղ որ մենք հայտնվեցինք եւ իհարկե ազնվությունը չկորցնելով ասեմ որ դա միայն ձեր ջանքերը չէին դա բոլոր մեր նախորդ այսպես ասած այդ բանը հա այդ շլեյֆը այդ բանը որ կա այդ ստվերը որ մենք բերում ենք մեր հետևից այդ ամենի մեղքն է մենակ ձերը չի նու ձեր իհարկե ամենաչալաղաճ կտորն է անգել էլի ամենալավ կտորն է անգել հանձնողի եւ այլն ասենք գիտեք ինչ շատ կգրվի բայց հետո մոռանալու են դες ոչ մեկին չի հիշելու ոչ մեկին բայց պայմաններ ստեղծեք որ ուրիշ կուսակցություն կա հենա արդեն սկսել եք համը հանելը Գյումրիի ընտրություններին ցեխը շպրտում եք բոլոր կուսակցությունների վրա բոլոր ինքա որ դուք անցնեք դրամասնել եմ խոսել հիմա չեմ ուզում շարունակեմ չեմ ուզում կրկնվեմ բայց արդար ընտրություններ ասելը դա միայն լցոնումները չեն ճիշտ է մեր ժողովուրդը արդեն էլի 18-ի իշխանափոխության շնորհիվ էլ ասենք որ ազնիվ լինենք հասկացավ որ 10000 վերցնելով պետություն չես կառուցի հասկացավ եւ այդ լցոնումներ լինեն այդ ящիկ արդելու են հագցնեն գլխին նրան ով որ լցնում է բայց այլ մեխանիզմներ օգտագործելու եք པարզ է ձեր կեղտոտ ռեսուրսը օգտագործելու եք մի արեք դա մի արեք թող ուրիշ կուսակցություններ գան ինչ երկու բառեր ասում եմ սահմանություն փոխելու այդ որ բնականաբար էլի փաթաթելու են վզներից ժողովուրդ ջան ելնելու է ռեֆերենդում տենց հենց են սահմանություն չեն փոխում նստում պարտից են գնում սահմանություն փոխում բնականաբար կոչ եմ անում բոլորին չհամաձայնվել ռեֆերենդումին այդ անմիտ բանին դրույթին մանավանդ որ մեր սահմանադրական դատարանը արդեն ասել է որ Ադրբեջանի հանդեպ ոչ մի պահանջ չունենք այդ սահմանության մեջ դա գրված չի անկախության հռչակագրի մեջ գրած է էդ էլ բան է էդ էլ
պատմական դոկումենտ է։ Դու գիտեք բանի Ամերիկայի անկախության հռչակագրի մեջ ինչ է գրած։ Ինչ ասես Անգլիայի թագավորի մասին գրած, էլ բռնապետ, էլ եսի ինչ։ Հիմա ով է հիշում Անգլիայի հացա վաղտին անգլիական կոլոնիա է եղել, չէ՞։ Հա, հիմա ինչ Անգլիան հելնի ասել է մի թելեփոխող է համանությունը, հա։ Կամ Ադրբեջանի համանությունը լավն է, ու սա Վրաստանով, Հայաստանով սա իրանց տարածքի մեջ է։ Մի խոսքով լավ, չտարածեն դրամատներ եմ խոսել։ Խնդրում եմ գրանցվեք ալիքից, բաժանորդագրվեք եւ լայք դրեք հենց հիմա, որպեսզի տարածվի նյութը։ Ներքևում ունեմ Patreon կարող եք այնտեղ մի քիչ փողեկիներ գցեք, այո, մի քիչ, որ ինձ լավ զգամ, բան անեմ, seafood ուտեմ, այսպես ասած, այո, ձեր հաշվին։ Եթե այդքան բան, կնոպկեն ման գանք, գտեմ բաժանվենք իրարից, բայց չտխրեք, էլի հանդիպելու ենք։ Կնոպկեն, ուրա կնոպկեն, կնոպկեն։